Մեկնարկել է 8-րդ գումարման խորհրդարանի վերջին 11-րդ նստաշրջանը, առաջին քառորյայի օրակարգում ընդհանուր առմամբ 27 հարց կա, որից 9 պատգամավորները կքննարկեն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը առաջին։ Երևանում Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, ահազանգը ստացվել է կեսգիշերն անց ժամը 3:30-ին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը եւ մահվան հանգամանքները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական կողմին մեղադրել է խաղաղության շուրջ ջանքերի փոխարեն հրթիռային հարվածները շարունակելու համար։ Ըստ նրա, եթե ռուսները լրջորեն ցանկանային վերջ տալ պատերազմին, կկենտրոնանային դիվանագիտության վրա, այլ ոչ թե հրթիռային հարվածների, էլեկտրաէներգիայի անջատումների եւ նույնիսկ ատոմակայանները վնասելու փորձերի։ Մինչ այդ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, թե ապացույցներ կան, որ Ռուսաստանը դիտարկում է ատոմային էլեկտրակայանները սնուցող ենթակայաններին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ռուսական կողմը չի մեկնաբանել այս հայտարարությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայից ռուսական սպառնալիքը վերացնելու համար, չնայած ՆԱՏՕ-ն 20 տարի պնդում է, որ դա պետք է արվի։ Ավելի վաղ նա նաև հայտարարել էր, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10% մաքսատուր կսահմանվի, որն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի ամբողջական ձեռքբերման վերաբերյալ։ Այս իրավիճակի ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հաստատակամ են Գրենլանդիայի եւ Դանիայի ինքնիշխանության պահպանման իրենց հանձնառության հարցում։ Սիրիայի անցումային կառավարությունն ու քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը համաձայնության են հասել քրդական քաղաքացիական եւ ռազմական կառույցները կենտրոնական կառավարության վերահսկողության տակ դնելու շուրջ։ Սրանով վերջ է դրվել մի քանի օր ընթացող մարտերին։ Քրդական ուժերի ղեկավար Մազլում Աբդին ավելի ուշ հայտարարությամբ հաստատել է, որ խմբավորումը համաձայնել է հեռանալ Դեր-Զոր եւ Ռաքա նահանգներից։ Վրաց ռուսական վերին Լարս անցակետ տանող Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։ Մինչ այս օրեր շարունակ Լարսը փակ էր բեռնատարների համար։ Հայաստանի տարածքում հունվարի 19-ից 20-ին շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում բուք։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա եւս 2-3 աստիճանով։ Հունվարի 20-ից 22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։ Երևանում նույնպես հունվարի 19-ից 20-ին ձյուն է սպասվում։ Հունվարի 21-ից 23-ին առանց տեղումների եղանակ։